Ջրի արտահոսքի հետքերում ջրոսման համակարգում ունենք ճնշման անկում, տունը մոտավորապես 150 քառակուսի մակերեսով ջրոսվող համակարգ է, հասկանանք խնդիրներ կա, թե չէ, ստուգում ենք առանձին համակարգ առայժմ։ Ջրոսման համակարգում կա մանր արտահոսք, շատ բարականգնում, այսինքն կես ժամվա ընթացքում կես ատմոսֆերանք է, ստուգենք սկզբից հանգույցները, այսինքն փականները պլաստմասից են, իրանց այս մախավիկի շտոկերից շատ հաճախ թողում է, առհասարակ չեմ խորհուրդ տալի այսպիսի փականներ դնել, ժամանակի մեջ ինքը ընդհանրապես սերվիզնի չէ, այսինքն ստիպված այս դեպքում պետք է կտրեք իրան փոխեք, սա էկոնոմիա չի, այս տիպի փականներն արժեն 1500 դրամ մոտավորապես, նորմալ փականները 4000 դրամ։ 3 մարտկոցի, այսինքն այս մախավիկներից է թողում, սա մեկ, նա երկուս, դատն է 3, այսինքն այստեղ հեսա խորհուրդ եմ տալու նյութի կիրառում կամ փականի ռեմոնտ, երևի թե նյութի կիրառում ընտրի պատվիրատուն։ Համադրելով պատվիրատուի, այսինքն պատմվածքը, օրեկան չեն թողում կաթսանը գնի 0 ու կանգնի, այսինքն լիցքավորում են 1.5 ատմոսֆեր, ինքն գնում է 1, իրան էլի կրկին լիցքավորում են, այսինքն կասկածներ ունեն, որ կաթսայի ընդարձակման բակը չի աշխատում, այդ կասկածներս հաստատում է նաև այս դույլը, դրած է, այսինքն զրիվներ կլապանից ինքը կաթում է, այսինքն ճշումը բարձրանում է, այս պայն բարձր է, այսինքն լիցքավորում են, տաքերն բարձրանում է, զբրոսանում։ Ըստ երևույթին ընդարձակման բակը չի աշխատում, ստուգենք։ Ընդարձակման բակը ստուգեցի, ընդարձակման բակի մեջ մեմբրանը ճղվել է, այսինքն վերանորոգման ենթակա չի, պետք է մեմբրանը ռաշետ ընդարձակման բակը փոխվի, կամ էլ մի նոր ընդարձակման բակ ավելացվի դարակի մեջ, տեխնիկապես հնարավոր է, այնտեղ ջրոսման խողովակները առկա են, տեսնենք ինչ որոշի պատվիրատուն։